Սերներս, ես այդքան է փոքր չէի, մոտ 14 տարեկան էի, երբ որ երկրաշարժը եղավ։ Ու հիշում եմ, թե ինչ ցավալի ու ինչ դժվար օրեր էին այդ օրերը։ Իմ բարեկամներն էլ էին Գյումրիում, իմ հայրիկս էլ էր, այստեղ գտնվում ենք առաջին օրը եկավ մեքենայով։ Հետո ամբողջ աշխարհը եկավ, բոլորը սկսեցին օգնել։ Գիտեք, երբ որ սկսում են բոլորը օգնել, մի խնդիր առաջանում, որ մարդը սկսում է դրան սովորել։ Սովորել, որ պետք է իրան միշտ ինչ-որ մի բան անեն։ Բայց ոնց որ մեր հովիվ Արտուրն է ասում, մենք միշտ օրհնող պետք է լինենք, ոչ թե օրհնվող։ Մենք միշտ պետք է տվող լինենք եւ ոչ թե վերցնող։ Եվ այն դժվար տարիներին հովիվ Արտուրը որոշում կայացրեց, որ մենք ոչ մեկից չենք վերցնելու օրհնություն, այլ ինքներս ենք օրհնություն լինելու ուրիշների համար։ Այսօրվա իմ խոսքը կոչվում է կառուցիր Տիրոջ տունը եւ նա էլ կկառուցի քո տունը։ Ինձ թվում է մոտավորապես պատկերացրեցիք, ինչի մենք զոհաբերություն չհավաքեցինք, վերջում ենք հավաքելու։ Բայց նախ եւ առաջ պետք է աղքատի մտածելակերպը մեր մեջից դուրս գա։ Աղքատը միշտ սպասում է, որ իրան տալու են, իսկ հաղթողը, հարուստը միշտ ինքն է տվող։ Եվ մենք պետք է հոգով հարուստ լինենք, որտեղ մենք ամենակարող Տիրոջ երեխեքն ենք։ Եվ ամեն բան Աստված մեզ տվել է աստվածապաշտ կյանքի համար։ Ընդհանրապես մեզ պետք է մեր մեջից դա բացահայտել, մեր մեջից դա հանել եւ այդ ամեն ինչը օգտագործել մարդկային կյանքերը փրկելու համար եւ Աստծո գործը անելու առաջ եւ դառնալու Աստծո հետ գործընկեր։ Պատկերացրեք, ինչ մեծ պատվի Աստված արժանացրել, որ մենք մասնակից ենք իր հետ կառուցելու իր արքայությունը։ Ինչ մեծ ողորմություն է Աստված մեզ արել եւ մենք պետք է հնարավորինս այդ առիթը բաց չթողենք։ Ես այսօր կխոսամ 4 կենդանիների մասին շատ արագ, որտեղ այս որակները մեզ պետք է լինելու նրա համար, որպեսզի մենք կարողանանք անենք այն, ինչ որ Տերը ուզում է, որ մենք անենք։ Առակաց 30-րդ գլխի 24-ից 27-րդ խոսքերը։ 4 բան կա, որ երկրին փոքր են, բայց իմաստուններից իմաստուն են։ Մրջունները, որ մի զորավոր ժողովուրդ չեն, բայց իրենց հացը ամառն են պատրաստում։ Ուրեմն առաջինը դա մրջունի որակն է։ Ինչ է անում մրջունը։ Մրջունը աշխատասեր է։ Աստծո խոսքն ասում է ծույլը թող չուտի։ Գալիս է մի պահ, որ քրիստոնյաներն ասում են թող մեզ օրհնեն։ Թող մեզ օրհնեն։ Գիտես ելիս դու միշտ օրհնող եղի, ոչ մեկից օրհնության մի սպասի։ Դու միշտ աշխատի եւ Աստված կօրհնի քեզ։ Դու միշտ քո զոհերը տարա եւ Աստված կօրհնի քո ձեռիդ գործը։ Եկել է ժամանակը, որ մեր ֆինանսները պետք է աճեն։ Եկել է ժամանակը, որ մեր օրհնությունը պետք է աճի, ոչ թե մենակ եկեղեցու, այլ նաև այս Շիրակի շրջանում։ Եվ մենք այսօր աղոթելու ենք նաև, որ քանդվի այդ աղքատի մտածելակերպը, որպեսզի գա հարուստի մտածելակերպը, ոնց որ եղել է գյումրեցին միշտ աղա, այտենց էլ լինի միշտ։ Ճիշտ եմ ասում, չէ՞։ Ես էլ եմ մասամբ գյումրեցի չեմ, արտիկից եմ ծնունդով։ Եվ մենք պետք է պահենք պինդ այն, որ Տերը մեզ տվել այդ շնորհքը։ Իսկ գյումրեցիները միշտ եղել են աղա են եղել։ Երկրորդը դա ճագարամուկն է։ Ճագարամուկը, որ մի ուժեղ ժողովուրդ չէ, բայց իրենց տունը ապառաժներում են շինում։ Ճագարամուկը ինքը փոքրիկ մուկ է, որի հետևի ոտերը շատ փոքր են։ Եվ ինքը շատ դանդաղ է վազում։ Դրա համար ինքը ժայռից չի հեռանում։ Ինքը միշտ ժայռի կողքն է։ Հենց որ վտանգը տենում է, վազելով մտնում է ժայռի մեջ։ Մեր ժայռը Հիսուս Քրիստոսն է։ Մենք մեր ժայռից պետք է հեռու չգնանք։ Մենք անմիջապես պետք է ժայռի մեջ լինենք, որ անհասանելի լինենք չարի համար։ Եվ պետք է ամուր մնանք մեր ժայռի մեջ։ Երրորդը մարախներն են։ Մարախները թագավոր չունեն, բայց գունդ դուրս են գալիս ամենքը։ Գիտեք, մարախների ամենամեծ զենքը ինչի մեջ է։
իրանք սպասում են քամուն։ Հենց որ քամին բարձրանում է, իրանք թռնում են ուղակի քամու մեջ, ու այդ քամին կարա մինչև 200 մետր իրանք տանի առաջ։ Ու իրանք շատ արագ շարժվում են քամու ժամանակ։ Ես եկել եմ ձեզ ասելու, որ Տիրոջ քամին եկել է Շիրակի մարզի վրա։ Եվ դուք պետք է մտնեք այդ քամու մեջ։ Ու Տերը կտանի, դու մի մտածի ոնց ես դու անելու, ես ինչ եմ անելու։ Քեզ ընդհանրապես պետք է Տիրոջ քամու մեջ մտնես։ Մտի Տիրոջ քամու մեջ եւ Տերը կտանի քեզ առաջ։ 28-րդ խոսքը։ Մողեսը կպչում է ձեռքերով պատերին, բայց թագավորական պալատներում է նա։ Մի քիչ Մողեսի վրա երկար կկանգնեմ։ Գիտեք, Մողեսը, երբ որ ուզում ես բռնես, պոչը թողում է փախնում է։ Միգուցե ինքը վնասվեց, միգուցե իր մի մասը պոկվեց, բայց ինքը չկործանվեց։ Նորից իր պոչը աճում է, բայց ինքը պատերը կարա հորիզոնական բարձրանա, ինքը կարա առաստաղների վրա մանգա եւ միշտ ձգտում է թագավորական պալատներում։ Բայց թարգմանություններ կա, որտեղ գրված է սարդ, ես սարդին եմ սիրում։ Սարդի ամենամեծ ու հզոր կերպարը գիտեք ինչի մեջ է։ Երբ որ սարդի տունը քանդում ես, սարդը չի նստում լացում։ Չի զղջում իր այդ տան համար, չի ողբում դրա համար։ Սարդը իր մեջից հանում է թելեր ու նոր տուն է կառուցում իր համար։ Կարող է քո կյանքի մեջ էլ ա եղել, այս եկեղեցու կյանքի մեջ էլ ա եղել, որ կորուստ ա եղել։ Բայց պետք չի լացել ու հիշել հինը, մտածել թե խի տենց եղավ, ինչի էս բանը եղավ։ Հանի քո մեջից քո թելերը ու սկսի նորը կառուցել։ Հանեք ձեր մեջից ձեր այն պոտենցիալը, որ Աստված տվել է, ու սկսեք ձերը կառուցել։ Որովհետև հնին նայելով առաջ չես գնա։ Բոս Արաքյանն ասում է, հինը թողնելով առաջ ենք գնում։ Մենք որպեսզի կարողանանք գնանք առաջ, մենք պետք է հինը մոռանանք։ Պետք է դադարենք արդարանալ։ Գիտեք, ես երբ որ մեկի մի բան ասում եմ, ինքը սկսում է արդարանալ, ասում եմ, լսի, եթե դու արդարանում ես, դու կենտրոնանում ես քո հնի վրա։ Դու նորը չես տեսնում։ Այն ինչ որ Տերը նորն է տվել, հրաշալին է տվել, դու դա չես տենում, դու այն հինը ուզում ես ամեն գնով պահես։ Հինը գնացել է, հինը մերը չի արդեն։ Բայց Տերը ավելին ունի։ Եթե Իսմայելը դուրս է գնացել է, Տերը Իսահակ ունի։ Իսահակով է օրհնելու։ Եվ հիմա ժամանակն է, որ մենք այդ օրհնությունների մեջ պետք է մտնենք։ Գիտեք, սարդի մյուս հատկություններից մեկն է նա, որ ինքը լավ չի տեսնում։ Բայց իր զգայարանները շատ ուժեղ վարժված են, ինքը զգում է ամեն մի հատ այդ թելերի շարժումը, որը լինում է։ Մենք պետք է ունենանք հոգով առաջնորդվելու մեր զգայարանները ու վարժեցնենք դրանք, որտեվ խոսքն ասում է մեր զգայարանները վարժեցված են չարն ու բարին զանազանելու համար։ Եվ մենք պետք է միշտ զգայու լինենք, երբ Տերը խոսում մեր հետ, երբ չարը խոսում մեր հետ, եւ երբ որ ինչ-որ չարը մի բան խոսում է մեր հետ, ուղղակի ասենք վերցնենք գերի ամեն մի միտ, որ գոռոզանում Աստծո գիտության դեմ, ու ասենք Սատանա բռնվեցիր, վերցա քո հիմար միտքը ու գնա։ Երբ որ հիմա Տերը ձեր հետ խոսում է ու ասում է, որ դուք նոր մանդատ ունեք Շիրակի մարզում, որ դուք պետքա շենք կառուցեք, որ դուք պետքա այդ շենքում շատ մարդիկ պետքա գան ու շատ մարդկանց համար օրհնություն պետքա լինի։ Իսկ չարը կգա կասի, գիտես դու արդեն մի հաջողություն ունեցել ես։ Ասա Սատանա վերցրա քո սուտը ու գնա, Տերը նորը ունի մեր համար, ավելի լավը ունի մեր համար, ավելի հզորը ունի մեր համար։ Գիտեք, սարդի մյուս հատկություններից մեկը այն է, որ ոտքերը յուղված է, օծված է, եւ ինքը բոլոր այդ սարդոստանին կպչում են, ինքը չի կպչում, սոհում է այդ սարդոստանի վրայով։ Մենք Տիրոջ օծության մեջ պետք է լինենք։ Տիրոջ յուղը մեր վրա պետք է լինի միշտ։ Ժամանակն է եկել, որ ոչ թե նայենք ինչ է կատարում մեր կողքը,
այլ նայենք թե Տերը ինչ է ուզում մեզ որ անենք։ Գիտես, կարող է մի աշխատանքը քո համար ավելի հաճելի է թվում, բայց դու լսի Սուրբ Հոգի միգուցե քո համար ավելի լավ բան ունի։ Ես էդի չեմ կարող անել։ Գիտեք, ես իմ կյանքի մեջ Տիրոջը ճանաչելուց հետո ինչ արել եմ, դրանք չէի կարող անել։ Ես ուսուցիչը չգիտեի ինչ բան է, Աստված ինձ ուսուցիչ դարձրեց։ Ինչի, որովհետև պետք է երիտասարդներին սովորացնեի։ Ես չգիտեի բիզնես կառավարումը ինչ բան է, Տեր ինձ բիզնես կառավարիչ սարքեց։ Դու ունես մեկը Սուրբ Հոգին, որը ամեն վարքյան քեզ պատրաստ է օգնելու, սովորացնելու ու բոլորից ավելի խելացի դարձնելու համար։ Եվ այն յուղը, այն օծությունը, որ քեզ գալիս է վերևից, քայլի այդ օծության մեջ։ Եվ Տերը հզոր ձևի կօրհնի քեզ։ Եվ գիտեք, երբ որ զոհին բռնում է սարդը, ինքը մի ուրիշ թել է հանում իր մեջից ու փաթաթում է։ Սա բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ պետքա աղոթեն այս ծառայության համար, այս գործի համար, որոնք պետքա միշտ չարին բռնեն ու կապեն։ Պետքա իրանց աղոթքներով կանգնեն այս ծառայության հետևում եւ ամուր կապեն, որ չարը չկարողանա ոչ մի բանով խանգարել այն ծրագրերին, որ Տերը պատրաստել է։ Հեսա նորից կխոսամ, էլի կանդրադառնանք ինչ-որ հարցերին սրանցից եւ ամեն մեկը կփորձեք ձեզ տեսնել, թե որտեղա ձեզ Տերը կանչել։ Չկա մեկը, որը Տերը չի կանչել։ Չկա մեկը, որ ասի սա ինչ չի վերաբերվում։ Եթե մենք Տիրոջ մարմինն ենք, եթե մենք եկեղեցի ենք, եթե մենք միասնական ենք, ուրեմն մենք միասին պետք է անենք այն գործը, որը Տերը մեր համար պատրաստել է անելու։ Գիտեք, 12 լրտեսներ գնացին լրտեսելու Քանանի երկիրը։ 10-ը վերադարձան եւ ասեցին, այնտեղ հսկաներ կային։ Այնտեղ հնարավոր չի նրանց հաղթել։ Բայց երկուսը ասեցին, այն Տերը, որը մեզ հանեց Եգիպտոսից, կարող հաղթի նաեւ Երիքովի այդ երկիրը, որտեղ հսկաներ ու մեծ մարդիկ կային։ Եվ այն 10 հոգին տենց է չմտան այդ երկիրը, խոստացված Քանանի երկիրը, որտեղ Երիքովից վախեցան։ Բայց այն երկուսը մտան։ Մի մտածի ո՞նց են անելու, ինչ են անելու։ Այդ մեր գործը չի, մենք մեր գործը անենք, Տերը իրանը կանի։ Մեր գործը հնազանդվելն է։ Գիտեք, երկնքում որ գնանք, Տերը մենակ մի բան ասելու մեզ։ Բարով եկար հավատարիմ ծառա։ Եկեք մենք հավատարմությամբ անենք այն, ինչի մեջ Տերը մեզ կանչել է։ Մնացածը Տերը կանի։ Մեզ ընդհանրապես իր քամու մեջ մտնել է պետք։ Հիմա ուզում եմ խոսամ մի աստվածաշնչյան հերոսի մասին, Նեհեմիայի մասին։ Նեհեմիայի 2-րդ գլուխ 1-ից 3 խոսքերը։ Եվ եղավ Նիսան ամսումը Արտաշես թագավորի 20-րդ տարում, որ գինի կար նրա առաջին։ Եվ ես առաջ գնացի եւ տվի թագավորին, եւ ես նրա առաջին տրտմած եղած չէի։ Եվ թագավորն ասաց ինձ. «Ինչու համար է երեսդ տրտմում, քանի որ դու հիվանդ չես։ Սա ուրիշ ոչինչ չէ, չէ, բորջ սրտի ցավ»։ Եվ ես խիստ շատ վախեցա եւ ասեցի թագավորին. «Արքա, հավիտյան կաց, ինչու համար չտրտմիմ։ Իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանի քաղաք հավերված է, եւ նրա դռները կրակով այրվել են»։ Տեսեք, Նեհեմիան գնում է Արտաշես թագավորի մոտ, որը Պարսից թագավոր էր, եւ ասում է, որ իմ մեջ ցավ կա, իմ հայրենի երկրի համար ցավ կա։ Գիտեք, սկսվում այնտեղից, որ մեր մեջ ցավ է բարձրանում մեր քաղաքի համար, ցավ է բարձրանում մեր տարածաշրջանի համար, այն տեղի համար, որը որ մեզ տրվել է Տիրոջից։ Եվ երբ որ այդ ցավը բարձրանում է, Տերը սկսում է բացել օրհնության դռները։ Եվ Պարսից թագավորը ասում է գնա եւ շինի Երուսաղեմի պարիսպները։ Եվ Նեհեմիան գալիս է եւ սկսում է վերականգնել
դարպասները։ Ես ամբողջությամբ չեմ կարդալու այս 3-րդ գլուխը Նեհեմիայի, մի հատված կկարդամ, բայց դու կարաք տունը շարունակեք ուղղակի ժամանակը խնայելու համար։ Եվ վեր կացան Եղիսիպ մեծ քահանան եւ նրա եղբայրը քահանաները եւ շինեցին ոչխարած դուռը։ Նրանք նվիրեցին նրանց եւ նրա դռները կանգնեցրին եւ նվիրեցին մինչեւ Մեյայի աշտարակը, մինչեւ Անանայելի աշտարակը։ Եվ նրա մոտ շինեցին Երիքովի մարդիկը եւ նրա մոտ շինեց Իմրիմ որդի Զաքուրը։ Եվ ձկան դուռը շինեցին Սենայի որդիկը, նրանք ծածկեցին նրան եւ կանգնեցրին նրան։ Դռները, կողպանքները եւ նիգերը։ Եվ նրանց մոտ նորոգեց Ակուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը։ Եվ նրա մոտ նորոգեց Մասիզեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուղամը։ Եվ նրանց մոտ նորոգեց Բանայի որդի Սադովկը։ Եվ նրանց մոտ նորոգեցին Թեկուացիկ, բայց նրանց երևելիների իրենց վզերը չտվեցին իրենց տիրոջ ծառայությանը։ Եվ հին դուռը նորոգեցին Փասեի որդի Յովադան եւ Բոսադեայի որդի Մեսուղամը։ Նրանք ծածկեցին նրան եւ կանգնեցրին նրա դռները, կողպանքները եւ նիգերը։ Եվ նրանց մոտ նորոգեցին Գաբավոնի Մելատյան եւ Մերոնաթացի Յադոնը եւ Գաբավոնի ու Մասափի մարդիկը մինչև գետի այս կողմի իշխանի աթոռը։ Նրա մոտ նորոգեց ոսկերիչներից Հարհարայի որդի Ոզիելը եւ նրա մոտ նորոգեց դեղագործների որդի Անանյան եւ Երուսաղեմը բաց թողեցին մինչև լայն Պարիսպը։ Ուսեն շարունակվում է այս գլուխը մինչև վերջ, որտեղ ասում է ով ինչ գործ արեց։ Սենես ինչքան գործ արվել Աստվածաշնչյան ժամանակաշրջաններում, չէ՞, բայց այս մարդկանց անունները գրված է երկնքում, որ իրանք տիրոջ պարիսպները կառուցեցին։ Դու ունես մեծ հնարավորություն քո անունը գրելու տիրոջ գրքի մեջ, կառուցելով տիրոջ տունը։ Ոսկերիչներ էին, բայց ոսկերչություն չէին անում, պատ էին շարում։ Գիտես, երբ որ սկսեք ձեր շենքի կառուցելը, բանվորներ են պետք, պատշարներ են պետք, մարդիկ, որ կմաքրեն, կլվանան, այսինքն ամեն մեկը կունենա իր գործը, որպեսզի անի։ Եվ մեր հույսը պետք չի դնենք, թե կողից ով է գալու, ոնց է անելու, ինչ է սարքելու, մենք ունենք մեր ներսը, այդ ուժը։ Սարդը ունի իր մեջ այդ թելերը, որը կհանի այդ թելերը եւ դրանով կկառուցի իր տունը։ Եվ շատերն ու շատերը կգան ու կօրհնվեն։ Ու շատերի համար դա կլինի Տիրոջ հետ հանդիպման վայր։ Եվ ամեն մի փրկված հոգին, որը կփրկվի, կքո հաշվին գրանցվի երկնքում, որովհետեւ դու քո մասը արել ես։ Որովհետև դու արել ես այն գործը, որը քեզ Տերը տվել էր։ Իսկ այն տատիկը կասի, բա ես ինչ անեմ, իսկ դու աղոթի։ Դու աղոթի, որ մնացածը հաջողվեն, որ մնացածին Աստված իմաստություն տա։ Միգուցե շենքի վրա սովորես, հետո վարպետ դառնաս ուրիշ աշխատես։ Տերը ամեն բանի բարի ածում։ Եվ ուզում եք, չէ, արդեն քիչ-քիչ հիմքերը դնում ենք։ Գիտեք, ես քահանաներն էին մասնակցում այս շինարարությանը, շինարարներն էին մասնակցում, այս ուրիշներին է կգտնենք, որ մասնակցում էին այս ամեն ինչի մեջ։ Ամենակարևորը գիտեք իշն է, ամենակարևորը, որ մեզ չխանգարի հինը։ Ամենակարևորը, որ մենք ունենք նոր տեսիլք եւ մտնենք այդ նոր տեսիլքի մեջ։ Գիտեք, հենց անես չէր, որ իմ սրտին Աստված դրեց, տվեց այս խոսքը, հովիվ ավիկին տվեց այդ խոսքը, եղբայրներից տվեց այդ խոսքը, ուրեմն եկել է ժամանակը։ Եկել է ժամանակը, որ դուք այս տարածաշրջանի համար պետք է մեծ արթնություն բերեք։ Եկել է ժամանակը, որ պետք է
Տիրոջ տունը կառուցվի, որ ավելի շատ մարդիկ գան, ավելի շատ մարդիկ տեղավորվեն, որտեղ ըստ այս դալիճը փոքրություն է անում։ Եվ երբ որ լսեցին, այս նայմա 4 գլուխ 7-ից 9, եւ երբ լսեցին Սանաբաղատը եւ Տուբյան եւ Արաբացիք եւ Ամոնացիք եւ Ազովտացիք եւ Երուսաղեմի պարիսները վերանորոգվում են եւ քանդված տեղերը սկսվել են կարկատվիլ, շատ բարկացան եւ ամենքը միաբանվեցան միասին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն, նրան վնաս տան։ Չարը չի քնելու։ Չարը հենց որ տեսավ, որ հիմքերը սկսում է դրվել, փորձելու է ինքը դժվարություններ բերել ու ինչ-որ խնդիրներ բերել։ Բայց մենք պետք է չվախենանք դրանից, որտեղ ասում է, բայց մենք աղոթք արինք մեր Աստծուն եւ պահապաններ դրինք նրանց պատճառով, նրանց դեմ ցերեկ ու գիշեր։ Ո՞վ են այս պահապանները։ Ունենք պահապաններ։ Աղոթողներ ունենք, որ պետք է պահապան կանգնեն այս գործի համար։ Նայեք, դուք ասեցիք։ Սկսեք աղոթել արդեն։ Սկսեք այս տեսիլքի համար աղոթել, ճեղքել, որպեսզի ժամանակին գա թե ֆինանսները, թե ամեն մեկի սիրտը կառուցված լինի, որպեսզի Տերը կարողանա այս հզոր գործը անի։ Տերը ինքը չի անելու, սիրելիներս։ Գիտեք, ես մեկ-մեկ նայում եմ, մարդիկ աղոթում են, Տեր ջան, այս արա, այն արա, այն արա, այն արա, չի անելու։ Մեզ է տվել այդ մանդատը։ Մեզ ասե գնացեք արեք, գնացեք քարոզեք, գնացեք ձեռ դրեք, դու գնա ձեռը դիր օրհնությունը, օծությունը Տիրոջից կգա։ Բայց դու պետք է գնաս, դու մինչև չգնաս, Տերը քո շուրթերը չի վերցնի ու չի օգտագործի։ Դրա համար մենք մեր մասը ունենք, Տերը իր մասը ունի։ Մենք միշտ ամենտեղ Տիրոջ հետ համագործակցում ենք։ Տեսեք, ամենակարող Տիրոջ հետ համագործակցում ենք, որպես իր երեխեք։ Տեսեք, ինչ մեծ պատվի արժանացել Աստված։ Ես ժամանակ չունեմ, ես այս գործով եմ զբաղված։ Սենից գիտեք, երբ որ Աստված ուզում է 1 միլիոն դրամ հավաքի, մի հոգու չի ասում բեր այդ 1 միլիոն դրամը դուր։ 1000 հոգու կասի 1000 դրամով զոհաբերի։ Դու կարող ասես ինչ անելու իմ 1000 դրամը, որ ես զոհաբերեմ։ Քո նման 1000 հոգին արդեն մի բան կկառուցվի։ Ես որ գնացին, դե ինչ եմ անելու, ես էդի չեմ կարում անեմ։ Դու գնա, մի բան կանես, վեդրոն կվերցնես, ցեխը կանես, քարը կտաս, պատը կշարես, մի բան կանես։ Ու եթե մենք ամեն մեկս մի փոքր անենք, տեսեք, մի հոգի չկառուցեց պարիսպները։ Այս մասը այս մարդը կառուցեց, այս մասը այս մարդը կառուցեց, այն մասը այն մեկը կառուցեց։ Աստված միշտ սենց է գործում։ Աստված կվերցնի ամեն մեկի փոքր պոտենցիալը կդարձնի շատ մեծ ու հզոր պոտենցիալ։ Ու դուք էլ չեք նկատի, թե ոնց կկառուցեք այն շենքը, որ Տերը ձեզ տալիս է։ Ուղղակի ամեն մեկը պետք է գիտակցի ու հասկանա, որ ինքը դրա մեջ բաժին ունի, ոչ թե երկրի վրա, նաև երկնքում։ Որ իր անունը մեծ տառերով գրվելու է երկնքում, որ ինքը կառուցեց Տիրոջ տունը։ Իսկ քո տան մասին մի մտածի, Տերը կկառուցի։ Ու կհոգա քո կարիքները։ Պարիսպը շինողները եւ բեռնակիրները 17-րդ խոսքը, որ բեռն իրենց վրային բռնում, մեկ ձեռքով գործն էին գործում, իսկ մյուս ձեռքով զենքն էին բռնում։ Եթե մտնում ենք մի գործի մեջ, չի նշանակում, որ մյուս գործը պետքա թողենք։ Պետքա թողենք մեր ծառայությունը, պետքա թողենք մեր աղոթքները, այսինքն սա զուգահեռ միշտ գնում է։ Ամեն ինչ պետքա անենք, որպեսզի ոչ այն տուժի, ոչ այն տուժի։ Դե գիտես, ես ընդ աշխատում եմ, դա համար ծառայությունս չեմ կարող անեմ։ Չէ, ամեն ինչը կարաննի։ Այսօրը քեզ այս մարդը կփոխարինի, մյուս օրը այն մեկը կփոխարինի, ու մեկը մեկին օգնելով կգնանք առաջ։ Նեհեմիա 7-րդ գլուխ 71-72 խոսքերը։ Եվ տոհմնապետերից ոմանք գործի
գանձին տվին 20,000 ոսկի դրամ, 2,200 մնաս արծաթ եւ մնացած ժողովրդի տվածը 20,000 ոսկի դրամ էր եւ 2,000 մնաս արծաթ եւ 67 քահանայական պատմուճան։ Սա հասանք ֆինանսավորողներին։ Եթե հիմա կարող է մարդ գտնվի, որ ես եկեղեցուցա, բայց երկրում չի։ Բայց կարա ֆինանսներով ծառայի։ Նա է կարա իր ֆինանսները ուղարկի, որպեսզի այդ ֆինանսներով տիրոջ գործը գնա առաջ։ Տեսեք, թե բաժանված է երկու մասի։ Իշխանները տվեցին եւ մարդիկ հավաքեցին։ Սա չի նշանակում, որ մենք ազատված ենք դրանից, թող իշխանները տան, թող են բիզնեսմենները տան, իսկ մենք դրա հետ գործ չունենք։ Այդպես չի։ Ամեն մեկը իր բաժինը ունի։ Կա սերմնացան, հեսա կխոսանք դրա մասին, եւ կա ուղակի հասարակ մարդ ֆինանսների հարցում։ Տեսեք, մենք ինչ ենք աղոթում, հայր մեր, որ երկնքում է, սուրբ լինի անունդ, արքայությունդ գա, կամքդ լինի, մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր։ Ամեն օրվա հացը տալիս է, մենք դժգոհ ենք։ Չէ՞։ Ամեն օրվա հացը Տերը տալիս է, չէ՞, հոգում է մեր ամեն օրվա կարիքները, բայց այտենց է իր չի աղոթել։ Բայց մյուսը բիզնես ծառայության մեջ է։ Ու եթե իր ծառայությունը լավ չի անում, ֆինանսները չի բերում, տիրոջը չի հասցնում տեղ, պետք է պատասխան տա այդ ֆինանսների համար, խիա սխալ տնօրինել այդ ֆինանսները։ Իշխանները բերեցին իրանց ֆինանսները, մարդիկ հավաքեցին իրանց ֆինանսները։ Եվ ընդհանուր գործը գնալու համար ամեն մեկը ունի իր բաժինը։ Թե ոնց կանեք այդ արդեն ձեր հովիվը ժամանակին կասի, թե ոնց եք առանձին հավաքելու ձեր զոհաբերությունը, ոնց եք հավաքելու շենքի կառուցելու համար։ Բայց կուզեմ այստեղի վրա մի փոքր կանգնեմ, երկրորդ Կորինթացիս 9:10, իմ ամենասիրած տեղն է, տեղերից մեկն է, լավ, ասենց ասեմ։ Բայց նա որ սերմ ցանողին սերմ է պարգևում եւ հաց կերակուրի համար, նա կպարգևե եւ կկշտացնե ձեր սերմունքը եւ կաճացնե ձեր արդարության պտուղը։ Կշատացնե։ Ուրեմն տեսեք, նա որ սերմ ցանողին սերմ է պարգևում։ Տեսեք, կան սերմնացաններ, կան զոհաբերողներ։ Կան մարդիկ, ովքեր որ սերմ են ցանում, ֆինանսներ են ցանում Աստծո գործի մեջ։ Ասեմ ֆինանսական ծառայողների մասին, ովքեր որ ֆինանսների մեջ են կանչված։ Եվ ինչքան ցանում են, այնքան Աստված սերմը շատացնում է։ Ոչ թե իրանց ֆինանսներն է այդքան շատացնում, սերմն է շատացնում։ Եվ պարգևում է հաց կերակուրի համար։ Կերակուրի համար տալիս է առանձին։ Սերմը տալիս է առանձին։ Հիմա եթե դու սերմը կերար, չես ունենա ցանելու բան, ու ոչ հիմա չի շատանալու։ Դե համար մենք պետք է հստակ հասկանանք, թե արդյոք մենք սերմ ունենք ցանելու համար, թե չունենք։ Դե 10-րդ տալիս եմ, զոհաբերություն տալիս եմ, սա կապ չունի սրա հետ։ Խոսքը գնում է, որ եթե դու ֆինանսական ծառայության մեջ ես, դու կոնկրետ ինչ-որ գումար ֆիքսում ես, որ ամեն ամիս ես այսքան գումար տալու եմ։ Հետո Տերը ֆինանսները շատացնում է, դու շատացնում ես քո սերմը։ Իսկ քո կերակուրը ապահովելու է Տերը, այս դեպքում էլ, այն դեպքում էլ։ Բայց եթե ճիշտ չտնօրենեցիր տիրոջ գումարները, հետո պատասխան պետք է տաս։ Շատերը մտածում են, թե իրանք շատ օրհնված են, որտեղ Տերը իրանց ֆինանսապես օրհնել է, բայց մի օր գալու են Տերը ասելու է, բա ինչի համար էի քեզ տվել այդ ամեն ինչը, որ դու քո համար տանեիր պալատներ սարքեիր։ Նորմալ է, թե դու տուն ես սարքում քո համար, բայց տիրոջ բաժինը տուր տիրոջը, քո բաժինը վերցրա քեզ։ Գնա հարցրա, Տեր, ինչ անեմ սրա հետ։ Հիշում եք Մարգարեի կնոջը, որ գնաց ասեց, սոված ենք
իմ երեխեքի հետ, ամուսինս մարգարե էր, մահացել է։ Ինչ ասեց, ասես գնա, ամաններ ուզի, յուղ լցրա մեջը, որ յուղը չի պակասի, ինչքան աման կա լցրա։ Գիտեք դու պատկերացրու արդեն ունես մի քանի միլիոն դոլար։ Կգնաս տիրոջից հարցնես ինչ անեմ։ Բայց այդ կինը գնաց մարգարեի մոտ հարցնելու ինչ անեմ դրա հետ։ Մարգարեն ասեց տար վաճառի, պարտքերդ վճարի, մնացածն է քո երեխեքի հետ վայելի։ Գիտեք, մի բանը որ Տերը տալիս է, նախ հարցնենք, Տեր, ինչ անեմ քո տվածի հետ։ Հարցնում ենք արդյոք Տիրոջը։ Թե չենք հարցնում։ Կասես օգուտս ո՞րն է։ Օգուտդ մի քիչ հետո է գրած։ Եվ կաճացնեմ ձեր արդարության պտուղը։ Ո՞րն է արդարության պտուղը։ Այն փրկված հոգիներն ու մարդիկ, որ Աստված քեզ վստահել է։ Այն մարդիկ, ովքեր դեռ պետքա գան ես եկեղեցի ու փրկվեն։ Այն մարդիկ, ում որ դու պետք է գնաս լքարոզես։ Այդ մարդիկ, որ եկան, որտե են նստելու։ Այդ մարդիկ, որ եկան, ոնց ենք այդ մարդկանց տանելու, բերելու, հոգ տանելու։ Ամեն ինչի համար ֆինանսներ են, չէ՞ պետք։ Մարդկային ռեսուրսներ են պետք։ Ծառայողներ են պետք, մշակներ են պետք։ Այսօր Տերը ձեզ կանչում է ավելին անելու, քան թե դուք անում եք։ Ես չեմ ասում, դուք չեք անում, եկեղեցուց երևում է, որ դուք շատ լավ ծառայում եք ու անում եք ամեն ինչ, բայց Տերը կանչում է ավելին անելու։ Բայց ձեզանից շատ բան չպետք չի, մենակ ասեք ահա Տեր ես։ Տեր իմ, ցույց տուր իմ ֆինանսներից, ինչքան է ես պետքա սերմ ցանեմ։ Ես էլ եմ ուզում դառնամ սերմնացան։ Չեմ ուզում մենակ ամենօրվա հացովս բավարարվեմ։ Ուզում եմ մի նոր մակարդակ դուրս գամ։ Սերմնացանի մակարդակի դուրս գամ։ Ես չեմ նստելու, ես չեմ լացելու, ես չեմ զղջալու այն ամեն ինչը, ինչ որ եղել է, ինչ որ կորցրել ենք։ Մենք նորն եմ կառուցելու։ Դա վերաբերվում է եւ եկեղեցու շենքին, եւ քո շենքին, եւ քո տանը, եւ ամեն ինչին։ Մի սպասի, որ քո համար ինչ-որ մեկը անելու է։ Երբեք մի թույլ տուր, որ քեզ օրհնեն։ Եթե օրհնում են փառք Տիրոջը, բայց դու օրհնող եղի։ Գիտես օրհնության մեջ շատ հզոր բաներ կա։ Մենք մի սիրում ենք, չէ՞, գնա գործը տնտրի, Աստված կօրհնի քո ձեռի գործը։ Չէ, ասում ենք, չէ՞ տենց։ Երկրորդ Օրինաց 14-րդ գլխում գրած է. Քո տանդ է դրանդ աղքատին բաժինհան, քո վրա ծառայող ղևտացուն բաժինհան, տասանորդը տուր ու կօրհնեմ քո ձեռի գործը։ Քանի հոգի է մտածում, որ իր գլխի դրված ղևտացուն պետքա օրհնի։ Քանի հոգի է մտածում, որ իր վրա դրված ղևտացին պետքա բաժին ունենա, որովհետև դաշտում չի աշխատում։ Հիշում եք, այս Նեհեմիայի գլխի մեջ այդտեղը չեմ վերցրել, երբ որ սկսեցին տասանորդը չտալ, զոհաբերությունը չտալ, ղևտացիները թողեցին իրանց դաշտերը եւ գնացին աշխատելու։ Եկեղեցին պետքա կարողանա բացի իր զոհաբերություններից, օրհնի նաև իր հովին, իր ծառայողներին, որպեսզի նրանք կարողանան օր ու գիշեր, չգիտեմ, կարող է ավիկը վերջում քարկոցի ինձ, բայց ես խոսում եմ ճշմարտությունը, ինչ որ գրված Աստվածաշնչի մեջ, որ մենք պետքա մեր հովին օրհնենք, որ պետքա հոգանք նրա կարիքները, որպեսզի նա կարողանա ծառայի օր ու գիշեր այսքան հոտին տիրություն անի։
Սիրելիներս, մենք ուզում ենք ֆինանսապես օրհնված լինենք, բայց միևնույն ժամանակ չենք ուզում օրհնենք։ Իսկ Աստծու մոտ ամեն ինչ ցանկ է ու հունձք է։ Ինչ ցանում ենք, այն հնձում ենք։ Ֆինանս ցանում ենք, ֆինանս հնձելու ենք։ Սեր ցանում ենք, սեր հնձելու ենք։ Ատելություն ցանում ենք, ատելություն հնձելու ենք։ Չներում ցանում ենք, չներում հնձելու ենք։ Ոնց որ դու որոշի ինչը ցանես, ինչը չցանես։ Մեկը հնձելու ես, Աստված այդ հիմքի վրա է կառուցել այդ ամեն ինչը։ Ինչ չափով չափես, նույն չափով կչափվի քեզ։ Եվ մենք պետք է հասկանանք, եթե մենք ուզում ենք ֆինանսապես օրհնված լինենք, հավաքողի մոտ չավելացավ, բաժանողի մոտը չպակսեց։ Բաժանի։ Մեկը ասենց թենես չի պակսելու։ Մեկը տերն է լրացնելու։ Մեկը տերն է տալու։ Կտա քեզ գերբնական իմաստություն անելու մի բան, որը դու չէիր կարող անել։ Կտա մի հատ ընենց տեսիլք, ինչ որ մի գործ անել։ Մեր հայազգը գիտեք ոնց է։ Հենց տենում են մեկի գործերը մի բան լավ է, գնում են բոլորը նույն բանն են անում։ Մինչև սաղինը վատ լինի։ Գնա Տիրոջից խնդրի, թող քոնը տա քեզ, որ ոչ մեկ չունի։ Ու երբ որ կտա, մի գլուխ գովա, մի գնա բատմի, մի գնա ասա, գիտես ես այս գործն եմ անում։ Ինչի համար ես պատմում, որ վաղը գան քո գործից իրանք էլ անեն, հետո ասես խիծ ընց եղավ։ Մի տվեք այն մարդկանց, ինչ որ Տերը ձեզ տվել է։ Բա քուրս, աղբերս է, իմ եղբայրներն են, քույրերն են։ Տերն ասում է քո գաղտնիքները, որը ես քեզ տալիս եմ, պահի քեզ։ Մի բաժանի դրանք։ Կգանք ասեն ինչ ես անում։ Ասակ աշխատում եմ փառք Տիրոջը։ Բա կոնկրետ ինչ ես անում։ Դե աշխատում եմ էլի։ Մի բան ասա էլի։ Պարտադիր է պատմես, հատ գաղտնիքներդ բացես։ Հետո գնա եղբայրդ սկսի այդ նույն բանը անել, հետո նեղանակ իրարից։ Քույրի դեմը գայթակղություն մի դիր։ Եթե մարդը կույր է հլը, մի դիր որ տենա։ Սերներս, մի բան ամեզ մնալու։ Երկին գնացինք, մի հրյա ռավին ա լինում։ Այս հրյա ռավինին, կներեք, մի շատ մեծահարուստ հրյա ա լինում։ Ու ես մեծահարուստ հրյան կտակ է գրում։ Բացում են կտակը մահանալուց հետո գրած է. ես ուզում եմ, որ ինձ նասկիներով թաղեն։ Հրյաների մոտ, ասում եմ, մերկ եկել ես այս աշխարհ, մերկ գնալու ես, իրավունք չունեն ոչ մի հագուստով իրան թաղելու։ Հավաքվում են ռավինները, որոշում են ու տեսնում են, որ դա հնարավոր բան չի։ 40 օրից բացում են երկրորդ կտակը գրած է. դուք ինձ մի հատ նասկիով չկարացիք թաղեք այդքան հարստության մեջ։ Քանի աշխարհի վրա եք, կարակ բարիք անեք, քանի կարակ երկնքում գանձեր հավաքեք, բաց մի թողեք այդ հնարավորությունը։ Որովհետև վերջում գալու ենք Տիրոջ առաջ, մնացած է լինելու այն, ինչ որ երկնքում է մնացել։ Երկրի վրայինը ոչ մի բան չի մնալու։ Մնալու է այն գանձերը, որ մենք հավաքել ենք երկնքում։ Մնալու են այն փրկված հոգիները, որոնց համար մենք մեր կյանքը դրել ենք, որոնց համար մենք ծառայել ենք։ Մի հատ է գաղտնիք, փառքը քո վրա մի վերցրա, թե չէ էլ չի լինի մնա։ Սովորիս ամբողջ փառքը Աստծուն տալ, որովհետև այն շնորհքը, որ դու ունես, այդ շնորհքը քեզանից չի։ Այդ շնորհքը Տիրոջից է։ Եթե լավ փառաբանում ես, այդ չի նշանակում, որ քո շնորհքն է։ Դա Տիրոջ տված շնորհքն է եւ գոհացի Տիրոջից, որ հնարավորություն ունես այդ ձայնով Տիրոջը փառաբանելու։ Եթե լավ քարոզում ես, դա քո շնորհքը չի, դա Տիրոջ օծությունն է։ Հանձնի Տիրոջը։ Ինչ ունես, որ Տիրոջից չի։
Ամեն բան, որ ունես, Տիրոջից է։ Եվ հետևաբար եկեք երկնքում հավաքենք մեր գանձերը։ Ճիշտ է, երեխա ժամանակ ուզում ենք մեզ կանգնենք բեմի վրա կամ աթոռի վրա, ոտանա որ ասենք, մեզ բոլորը ծափ տան։ Բայց որ հասունանում ես, հասկանում ես, որ դա այդքան էլ էական չի։ Կարևորը քեզ Տերը ծափ տալիս է, թե չէ։ Կարևորը դու Տիրոջը հաճելի ես, թե չէ։ Կարևորը քո պապան քեզանով ուրախանում է, թե չէ։ Այն չարախոսը, որ գալիս է ասում է, տեսար իմ ծառայես ինչին, իր նմանը չկա երկրի վրա։ Ունես այդ շնորհքը Աստծու մոտ։ Եվ հիմա ունենք մենք ապացուցելու, որ իրականում մենք թիմ ենք, իրականում մենք մի տեսիլքի մեջ ենք, իրականում մենք հստավում ենք մեր հովվին ու լինենք հովվի ձեռները, ոտքերը, ոնց որ Օրն ու Հարոն էին բարձրացնում Մովսեսի ձեռքերը, ու սկսենք մեր հովվի ձեռքերը բարձրացնել, որպեսզի այն տեսիլքը, որը տվել է Աստված այս տարածաշրջանի համար, հովիվը կարողանա իրականացնի։ Եվ ամեն մեկդ մտածեք, որ ամեն մեկդ ունեք բաժին, չկա մեկը, որ ինքը բաժին չունի, որ ինքը անելիք չունի։ Ամեն մեկս ունենք մեր բաժինը եւ անելիքը։ Դու եթե չգիտես որն է քո անելիքը, գնա քո հովի մոտ հարցրա, հովիվդ կասի քո անելիքը որն է։ Ու այնքան հրաշալի է։ Ես միշտ ասում եմ, ով ամենակարևորը եկեղեցում քարոզի ժամանակ, քարոզիչը, թե ով այս խոսափողը զարյատքի ադրե, լիցկավորել է։ Եթե չլիցկավորեր, հիմա չենք կարող լուծարայություն անցկացնենք։ Թե փառաբանության խումբն է կարևոր, թե այն մարդիկ, որ եկել են այս աթոռները դասավորել են, թե այն մարդիկ, որ մաքրել են այս պոլերը, որ մենք այդ փոշու մեջ չխեղդվենք, թե կարգ ու կանոնը, որ ապահովում է, թե մեր քուրիկը, որ նկարում է, չկա մարմնի մեջ անարգված մասեր։ Մարմնի մեջ բոլոր մասերը պատվիվ ունեն, Աստված ամեն մեկին պատիվ է տալիս։ Դրա համար գտի քո պատվավոր տեղը մարմնի մեջ ու սկսեք մեկդ մեկիդ լրացնել, մեկդ մեկիդ օգնել ու բարձրացնել։ Եվ չեք նկատի, թե ինչ արագությամբ Տերն էլ եկեղեցին կշատացնի, կմեծացնի ու ձեր շենքը սեփական ինչքան արագ կկառուցեք։ Տերը այսօր բաց է թողել երկնքից այդ օրհնությունը, որպեսզի դուք ունենաք սեփական շենք եւ դուք մեծ ազդեցություն ունենաք այս տարածաշրջանի վրա։ Մնացածը արդեն ձեր ընտրությունն է։ Ոնց կընտրեք դուք, ոնց կմիաբանվեք դուք ձեր հովվի հետ ու իր տեսիլքի հետ։ Մինչև կվերջացնենք այսօրվա ծառայությունը, ես կուզեի աղոթեինք, որ քանդվի այս Շիրակի շրջանի վրայից աղքատի մտածելակերպը, որ սպասելիքները դադարեն, ոչ մեկից ոչ մեկ սպասելիք չունենա, թող բոլորի սպասելիքը լինի Տիրոջից։ Սիրելի Հայր, Տեր Հիսուս Քրիստոսի անունով գալիս ենք քո առաջ եւ խնդրում ենք Տեր ջան, որպեսզի քանդվի այն սատանայից բերված սուտը, թե այս տարածաշրջանը միշտ օգնության կարիք ունի։ Մենք հռչակում ենք, որ այս տարածաշրջանը Տիրոջ պաշտպանության ու օրհնության տակ է։ Մենք հռչակում ենք Տեր ջան, որ աղքատի մտածելակերպ չի լինելու այս շրջանում, այլ բոլորը գալու են Տեր հաղթողի մտածելակերպի մեջ, որ բոլորը Տեր ջան այս տարածաշրջանում լինելու են օրհնված, օրհնելու ես դու այս տարածաշրջանը ֆինանսապես ու բարձրացնելու ես Տեր ջան,
որպեսզի այն կոչումը, որ կա այս ժողովրդի վրա, տվողի կոչումը միշտ լինի ու միշտ Տեր ջան քո համար հզոր գործեր անի Տեր ջան, որպեսզի այն ֆինանսները, որը դու պատրաստել ես, թե այստեղ նստողներից, թե այստեղ չգտնվողներից, այդ շենքը կառուցելու համար Տեր ջան, որպեսզի ամեն մեկը իր բաժինը ունենա, որ իրանք է բաժին ունենան այս մեծ գործից, որը դու այստեղ անում ես։ Տերերի Տեր, արքաների արքա, օրհնիր, օծիր, որպեսզի ամեն մարդ քո փառքի համար ծառայի, փառավորի քո անունը ու մեծարվես դու նրանցով, Տեր ջան։ Հալելույա։ Ամեն։